Քաղաքամայր Երևանի բոլոր համայնքներում գրկաբաց են դիմավորում Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմին։ Հավատում են այն փոփոխություններին, որի մասին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարն է հայտարարում։ Ջերմ մթնոլորտն ու անկեղծ շփումը այս անգամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում էր։ Հարգելի սիրելի ժողովուրդ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Զգացված եմ ջերմության համար, ընդունելության համար, մեկ անգամ եւս ավելի պարտավորված եմ։ Ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու ենք։ Մայրության զբոսայգում համայնքի հազարավոր բնակիչներ են եկել հանդիպելու իրենց համար այս տարիներին հարազատ դարձած մարդուն։ Բնակիչները համոզված են հունիսի 7-ից հետո գալու է փոփոխությունների ժամանակը։ Ջերմությունն ու սերը փոխադարձ է, ասում է Գագիկ Ծառուկյանը, ողջունելով Մալաթիա Սեբաստիայի իր համակիրներին։ Խնդիր չկա, հարկավոր է ճիշտ բանակցել, ճիշտ մարդկանց հետ, լավ հզոր դաշնակիցներ ունենալ, խնդիրը կարգավորել, պատերազմի դուռը փակել եւ զբաղվել երկրի զարգացմամբ, տնտեսությամբ, բարեկեցությամբ, որ ժողովուրդն առօգ-փառոք ժպիտներ դեմքերին կարող է ապրի։ Բոլորի ուզածը մեկն է՝ ապրել խաղաղ երկրում, սեփական քրտինքով ստեղծել ընտանիքի բարեկեցությունը։ Առաջարկ Հայաստանին ծրագրի հիմքում ժողովրդավարությունն է, որի դեպքում ըստ Ծառուկյանի Հայաստանի քաղաքացին իրեն կարող է զգալ ապահով, ուժեղ ու հանգիստ լինել իր երեխայի ապագայի վաղվա օրվա համար։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։